Շարունակենք Նիկոլ Փաշինյանն անհանգստացած է Արցախից բռնի տեղահանված հայերի քաղաքացիություն ստանալու փոքր ծավալներով։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց խորագրով քննարկման ժամանակ Փաշինյանն անհիմն է որակել պնդումները, թե 2026-ի խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանությունն արհեստական խոչընդոտներ է ստեղծում արցախցիների քաղաքացիություն ստանալու հարցում։ Վարչապետն անդրադարձել է նաև տեղահանվածների սոցիալական վիճակը կարգավորող նախաձեռնություններին։ Նրա խոսքով 2023-ից ի վեր պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել Արցախից տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալու համար։ Ըստ նրա, այս թիվը մի կողմից ուրախալի է, քանի որ փաստում է գործընթացի առկայությունը, մյուս կողմից առաջացնում է անհանգստություն, քանի որ կա ցանկություն, որ այն ավելի մեծ ծավալներով տեղի ունենա։ Էլի կրկնում եմ, ես շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին եւ եղբայրներին, որ այդ փնտրտուքի հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, որովհետեւ ես կարծում եմ, որ ինձ համար ակնհայտ է, որ մենք պետքա կենտրոնանանք նրա վրա, որ Հայաստանի Հանրապետությունում օգնենք ամեն ինչով աջակցենք, որ ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երկրորդը տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ հարատև իրենց եւ իրենց ընտանիքների ճակատագիրը կապեն Հայաստանի Հանրապետության հետ։